Լավրովի այսօրվա ինչ ասենք, գլուխգործոց ասենք, ինչ ասենք, բանը մեկնաբանել է Տագավայրոնսի Անքորիջում, բանի Ալյասկայի մայրաքաղաքում Թրամփի հետ Պուտինի ունեցած հանդիպումից հետո ռուսները սկսեցին լոլոներ կարդալ Կրեմլի նկատի ունեմ։ Հեքիաթներ պատմել, թե Անքորիջում պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ամերիկան լռեց, Ռուբիոն լռեց տարի ու կես, վերջը ելան ասին ընկեր։ Այնտեղ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չենք բերել, հերիք չէ կայֆավատեղնեք ամբողջ մոլորակի վրա։ Գալակտիկայով մեկ գիտեմ, որ դուք ապուշ եք, էլի չի կարելի չեղած բանը ելնել պատմել իբր թե եղել է։ Ամերիկան էլ բանը չէ, Հայաստանի Հանրապետությունը չէ, Ռուբիոն էլ Փաշինյանը չէ, որ սուս մնա նստի աչքաշի ժպտա եւ այլն, վերջը կյանքերը կերան ելան ասին ոչ մի պայմանավորվածություն չի եղել։ Գաղափարներ են եղել, մոտեցումներ են եղել եւ այլն, Ուկրաինան չի համաձայնել, ջրել ենք, թարգել ենք, գնացել ենք։ Անքորիջում դեռ պիտի մի ավելի ընդլայնված քննարկում լիներ, չեղավ։ Հա։ Թարգտվին ասին տավայ, թրեք գնացեք ամեն մեկը ձեր ճամփեկով, որտեղից եկել եք եւ այլն։ Ուրեմն այս Պացան Լավրովը, առայժմ Լավրով ասենք, հետո Պացանը կասենք, էլի, հա։ Ինչ է ասում է Ռուսաստանը պատրաստ է կատարել բոլոր պայմանավորվածությունները Ուկրաինայի հարցով պատերազմը դադարեցնելու համար, որոնք ձեռք են բերվել Ալյասկայի գագաթնաժողովում, սամիտ։ Չի եղել Ալյասկայում գագաթնաժողով, ասենք 2 հոգի պրեզիդենտ, նախագահներ հանդիպել են իրար հետ եւ պայմանավորվածություն չի եղել, ինչպես ասացի։ Հա։ Լավրովը չի պարզաբանել, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, ինչ պիտի մեկնաբանի, դե որ չի եղել պայմանավորվածություն, ինչ պիտի, նույնիսկ Պուտինը պայմանավորվածություն բառը չէ, սովորաբար պնդել են դուխ Անքորիջը, soul of Anchorage, ոգին, Անքորիջի ոգին, ինչ ոգի, ասենք հանդիպել են այն մարդ ընդեղից պոպուլիստ Թրամփը ասել է թարգտուր, այսել ասել է չէ, կառավարը ինձ պիտի մնա, այն էլ ասել է Ուկրաինան համաձայն չէ, կտանք աչքը կհանենք, այս կողմից են ասել, այն կողմից էլ ասել է, թե լավ, ծվրվենք տաներով, հա։ Ու ամեն անգամ Վալոդիգը իր տարբեր ներկայացուցիչների միջոցով վերջերս էլ Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպում էր Ֆիլիպիններում, չէ։ Ու ինչ է դել, պարբերաբար, ինչքան Քուշները, то չգիտեմ, այն բանը, այն պատվիրակը Վիտկով կոչված են, որ գնացել էր Մոսկվա Պուտինի հետ բանակցելու, հետո թարգմանիչ չէր տարել։ Ռուսաստանի տրամադրած թարգմանչով Թրամփի պատվիրակը բանակցում էր բանի հետ։ Մի խոսքով մի անեկդոտ էլի, հա, անընդհատ Պուտինին հատկապես այդ Վիտկոֆի հետ բանակցությունների մասին էին ասում, որ հեքիաթներ է պատմում, ինչպես օրինակ նայում եք Պուտինը նստած էկրանից պատմում է, որ մեր զորքերը առաջ են գնում, մեզ ինչ ասես ասում են, մեզ ինչ ասես անում են, ճնշում են, մեր տնտեսությունը կայուն զարգանում է եւ այլն, դրանից բետար հեքիաթներ միշտ պատմել են Թրամփին, թե էս է կրում ենք, բան չմնաց, էս է, քիչ հետո, եկուց առավոտ կզարթնես, կտեսնես, որ արդեն կրել ենք, արդեն ծեվ չկա, մեկ էլ այնտեղ նայում են, որ չէ, ժամանակը գնում է, այնտեղ պարզ է ուկրաինական կողմին էլ են լսում, հա, բայց սրանց պրոպագանդան կանֆետը, չգիտեմ, գուցե կաշառք կա այդ կողմերում էլ, ինչ որ պաշտոնյաների հասցվող, այդ բաներով, կանդրադառնամ հարգելի Մուրադ, գազի թեման մեր այսօրվա օրակարգում կա, հա, համոզել ու մեկ էլ անակնկալի են, եկել ասում է բանը, նаше совесть чиста, մեր խիղճը մաքուր է, Լավրովն է ասում, как знаете слово пацана Այդ խորատեն Պուտինից է եկել, իհարկե դե պարզ է, կիսակողական, կիսաքրեական, քյարտաբանական միջավայրում այդպես է, հա, Պացան սկազալ, պացան сделал, այս Լավրովի խորատեկն են, էլ իրանք կռուտով ինչ-որ բանի տեղ է դրել, որոշել է, որ ինչ-որ մի համեմունք ավելացնի դիվանագիտական մշակույթին, հա, դիվանագիտական խոսույթին, այս որ ես այս տոնայնությամբ, այս բառերով խոսում եմ, ժողովուրդ ջան, ես պետական պաշտոնյա չեմ, կաշկանդված չեմ, կարող եմ ինձ թույլ տալ նման բաներ, հա, ռեպլիկներ, երբեմն քյուֆուրներ ներող կլինեք, հա, Мы сказали, мы готовы. С той стороны этот подход уже модифицирован, судя по цитате Рубио. Ուրեմն բանը պացանն ասած պացանն արեց էլի, հա, յանի կռուտոյ տաղա էլի, խոսքի տեր տաղա,
Այստեղ մեկը պետք է լինի հարցնի, այ բալամ, ձեր Վալոդիկը 2006-7 դու թվերին ասում էր մեզ Ուկրաինայից ոչ մի տարածք պետք չէ, մենք չենք կարող Ղրիմը ինչ Ղրիմը վերցնել ասում էր, մենք որ հանգարց Ղրիմի վրա աճ կունենանք Ռուսաստանի վրա լիքը պետություններ լիքը աճ կունենան, լիքը հողեր կուզեն կտրել։ Պացան չէր այդ ժամանակ Պուտինը, հետո դարձավ պացան, թե հակառակ այն ժամանակ էր պացան, հետո դարձավ լուրջ տղա, հա։ Ռուսաստանն է ստորագրել Ուկրաինայի անձեռն մխելիության, ինքնիշխանության երաշխավորագրի տակ Ամերիկայի եւ Անգլիայի հետ Բուդապեշտում։ Հայտնի բան է, դոկումենտ կա եւ այլն, որ եթե մեկը հանգարց կբնի Ուկրաինայի խաթրին, Ռուսաստանի Դաշնությունը պետք է առաջինը ելնի իր կողքը կանգնի։ Հայաստանի կողքներ պետք է կանգներ, չէ՞, հիշում եք, հա, թուղթ էր ստորագրել։ Այդ ժամանակ ստորագրելուց էիք արժանապատիվ, թե ստորագրածը չանելուց եք արժանապատիվ։ Ինչ слово պացանա։ Պացանը ստեղ եթե դրական իմաստով է օգտագործում Վալոդիկի այս բանը արտգործնախարարը Լավրով կոչեցյալը, հա, պետք է բացատրի էլի, ոնց կարող է պացանը լինել պատասխանատու կամ բարեխիղճ անձնավորություն, եթե իր խոսքի տերը չի լինելու, հա։ Այնպես որ այս հերթական բանը ճիշտն ասած տպավորություն է, որ Կրեմլում գլխի չեն ընկել, որ իրենց գնացքը գնացել է։ Հենց ուղիղ իմաստով էլի, իրենց թվում է, թե իրենք առաջվա գերտերությունն են, գերհզոր են, ինչ եթե միջուկային զենք ունեն, եւ Վալոդիկը կարող է շաբաթը մեկ ելնել միջուկային զենքի օգտագործման մասին բարբաջել ու դա հերիք է, որ իրենց լուրջ ընդունեն աշխարհում, էլի։ Իրենց լուրջ չեն ընդունելու, նույնիսկ Ղազախստանն ու Ադրբեջանը իրենց լուրջ չեն ընդունում։ Ուկրաինան լուրջ չի ընդունում, Մոլդովան լուրջ չի ընդունում, Բալթյան 3 երկրները լուրջ չեն ընդունում, 3, 4, 5, այս կողմից Ադրբեջանը 6, Հայաստանն էլ լուրջ չի ընդունում, բայց չի արտահայտվում, հա, Ղազախստանը արդեն լուրջ չի ընդունում։ Ասում եմ, մենք ձեր պատերազմը չենք հասկանում, ախպեր բացադրեք։ Տոկաևն է ասում, չենք հասկանում մենք այս պատերազմը, հա։ Ավելի ուշ այդ մասին, էլի, հա։ Հա, Ռուբիոն ասել է, որ Ուկրաինայի համար այն նախկինում եղած զրույցները անընդունելի են եղել։ Ճիշտն ասած, երբ ժամանակագրական իմաստով կամ հնից վիճակները, քարտեզ-մարտեզները նայելով փորձում եմ եզրահանգումներ անել, նույնիսկ այդ Անկորիջի բանակցությունների կամ զրույցների ժամանակ Ռուսաստանի դիրքերը շատ ավելի լավն էին, քան թե հիմա, ոչ միայն ռազմաճակատային դիրքը նկատի ունեմ, այլ իր հզորությունները, կարողությունները այն ժամանակ middle strike-ի միջին հեռահարության կամ հրթիռների հետ չշփոթեք էլի, հա, միջին մարտեր վարելու տեխնիկական կարողությունները Ուկրաինայի այդպես զարգացած չէին։ Ճիշտ է, որոշ հարվածներ հասցնում էր Ռուսաստանին, բայց Ղրիմը մեկուսացման մեջ չէր դեռ, նավթավերամշակման գործարաններին հարվածները անհամեմատ սակավ էին հազվադեպ էին, Վայլդբերիզներ, տնտեսության հերնանից էլ պայման դրանք չկային, Ֆլամինգոյի մասին զրույցները հրթիռի մասին է խոսքը նոր էին բացվում, հիմա Ֆլամինգոն ինտենսիվորեն Ֆլամինգոն բանն է ուկրաինական արտադրության հրթիռների մասին է խոսքը, որոնց արտադրությունը ըստ էության հիմնվել է այս պատերազմի ընթացքում տեղի ունեցել ապառազմականացման հակառակը։ Կրեմլը ուզում էր ապառազմականացնել, Ուկրաինան ռազմականացվեց։ Աղցանիր էլի վրա գլխուդ այդ տանաշեն։ Հա, հիմի բալիստիկ, ավելի արագընթաց, ավելի ծանր հրթիռների արտադրության մեջ է խորացած Ուկրաինան եւ կարտադրի մի օր կհանի դրանով էլ կխփի, դրա դեմն առնել ընդհանրապես հնարավոր չի լինի, կլինի ըստ երևույթին 100-ից 1-ը 2-ը կարող են խփել գցել։ Եվ իհարկե բանը 1000 ու մի տրոններ, 1000 ու մի տրոն Սևծովից ռուսական նավատորմի հերնանից էլ լարել կշտել ստեղ են կողմ Ազովիցովը փակել նավարկության համար Ուկրաինան դա արեց Սև ծովում է խփում ռուսական նավերին, այն ժամանակ դա չկար, Անկորիջի խոսակցության ժամանակ, երբ հիմնական թեման եղել է այս վիճակով սահմանը սառեցնել, նստել բանակցությունների շուրջ հրադադար ունենալ, Կրեմլը ասել էր, չէ, դեր պագաս, մեզ առանց կռվի կհանձնեք 5 մարզը, 4 մարզը, հա, նոր կնստենք խոսենք, հիմա այլևս Ուկրաինային քերտես չի համաձայնի դրան։
ճիշտ է ծանր հարվածներ է կրում Ուկրաինան, բայց չի համաձայնի։ Եվ հիմա Ռուսաստանը թեւուվոտ ձեռուբոտ է ընկել, թե բան անենք էլի, ուղիղ չի ասում է ոչ մի դեպքում Դոնբասը կտակ, երկու մարզի վրա է կենտրոնացած էլի, Լուհանսկը եւ Դոնեցկի մարզերը կտակ, այսինքն առանց կրվի զորքերը ետ քաշի, Ուկրաինան էլ ասում է առհա առանց կրվի զորքերս ետ կքաշեմ։ Այնքան է խփելու, մինչև ցանց դառնա Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածքները, ինչ է անունը, էներգակիրների ենթակառուցվածքները, բիզնես ենթակառուցվածքները։ Ես հաշվեցի, գուցե հաշվի մեջ սխալվել եմ, արդեն առնվազն Վալդբերիզի 9 պահեստարան է վառել, հրկիզել, պայթեցրել։ Մի դեպքում է կարծեմ չի հաջողվել, բայց խփել է կողքի ավտոկայանատեղիին։ Մնացած դեպքերում կամ հիմնահատակ կամ 80-90%-ով վառել ավիրել է։ Վալդբերիզի ամեն մի պահեստարանի պարունակությունը տարբեր մասնագետներ կես միլիարդ դոլարից 1 միլիարդ 200 միլիոն դոլարի ապրանք է հաշվում։ Եվ սա թիվ է, եւ սա վերաբերվում է տասնյակ 20,000, 30,000 տարբեր մանր միջին ձեռնարկատերերի, որոնք մեղմ ասած քաշվում են։ Երեք միտեղ էլի տեսա, որ 10-15 միլիոն ռուբլու, այսինքն 40-50 60 միլիոն դրամի ապրանք տված ընկերությանը փոխհատուցում են ինչ-որ չնչին գումարներ, պատրաստվում են ավելի ճիշտ փոխհատուցել չնչին գումարներ, որոնցով վերք չի բուժվի, էլի այսպես ասած, հա, ու սա շղթայական ռեակցիայի միջոցով իր ազդեցությունն է թողնելու տարբեր ուրեմն սոցիալական խմբերի վրա, ապրանքների դեֆիցիտը մի կողմից, ինչը հանգեցնելու է այդպիսի ապրանքների գնաճի, հա, այլ ընտրանքներ գտի, որ փոխարինես այդ ապրանքները, որի պահանջարկը կար շուկայում եւ ուզում էին գնել մարդիկ այդ բաներից։ Եվրոպական տարածքում 20 քանի խոշոր պահեստարան ունի Վալդբերիզը եւ օզոնի պահեստարանները իհարկե առանձին մի ցանց են, ենթադրությունը լուրջ է, որ Վալդբերիզի հախից գալուց հետո կամ այս ընթացքում զուգահեռ կանցնեն օզոնի պահեստարաններին կամ լոգիստիկ կենտրոններին, հա, 25-ից փաստորեն 40% արդեն թիրախավորած եւ խփած է։ Իդեպ այս օրերին նաեւ լուրեր են պատտվում, որ Վալդբերիզը գծում բռնում հաշվարկում է, որովհետև ամբողջ տնտեսական պոտենցիալի տարբեր խոսակցություններով ընդամենը 10-15%-ն է առայժմ վնասված եւ ոչնչացված, այսինքն դեռ հզորություն ու կարողություններ ունի այս marketplace-ը, ինչպես ասում են։ Չի բացառվում, որ Վրաստան, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, այդ տարածքներում Վալդբերիզը տեղավորի իր տերմինալները, որտեղ բնականաբար Ուկրաինան չի խփելու։ Սա տրամաբանված եւ ողջամիտ ինչ-որ շարունակություն կլինի այսպիսի բանի, ինչ է, ենթակառուցվածքային խնդրի, բայց թե սա նշանակում է նաեւ, որ առաքման տեղ հասցնելու ժամկետների ցկցկումներ կլինեն եւ գների աճ կարող է լինել։ Մի խոսքով, եւ սա վնաս է բնականաբար Ռուսաստանի Դաշնության տնտեսությանը։ Այն բոլոր երկրներում, որտեղ կտեղավորեն Վալդբերիզի պահեստարանները կամ լոգիստիկ կենտրոններ, բարձ է, դրանք 1 տարի ու կես կառուցման կարիք ունեն, էլի հնարավոր չէ այդպես շատ արագ կառուցել եւ տեղափոխել տեղած չեղած այդ կողմերը։ Այդ երկրների տնտեսությունը կշահի, Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը կտուժի։ Ուկրաինան այս ընթացքում աչքաթող չի անում, բնականաբար մնացած են ենթակառուցվածքները, որոնք ռազմական կամ ռազմավարական տեսանկյունից անհամեմատ ավելի կարևոր են, քան թե տնտեսական լոգիստիկ կենտրոնները ոչնչացնելը, նավթավերամշակման գործարաններ, ճանապարհներ եւ այլն եւ այլն։ Այնպես որ սիրտը կեշ լցվել է Պացան Լավրովի, թե բանը Անկորիջի պայմանավորվածությունները լավ չեղավ էլի, որ բանը կրկնակի ինչ որ ստանդարտներ կան, էս կան, այն կան։ Ժամանակին ցեզ մարտավարի ասվել էր հրադադար արեք, նստենք քննարկենք, մի խոսքով էլի, հա։ Երբ Ուկրաինան հիմիկվա համեմատ ավելի թույլ էր եւ հիմա ավելի հզոր է, քան այն ժամանակ։ Դե դրանք երևում են օբյեկտիվորեն առանց բաների, էլի։ Առանց մեծ բարդությունների եւ այլն։ Ռուսաստանի կողմից այդքան դավաճանություններից, թշնամությունից, վադությունից հետո Փաշինյանը մնում է հակահե շովինիստ Պուտինյան Ռուսաստանի քոց խաղալ։ Հարգելի աշ չեմ կարծում, թե այդպես է, որ Փաշինյանը պրո-պուտինական է։
Ինչքան ես հասկանում եմ, կարող է սխալվում եմ, եթե սխալվում եմ, մի օր կպարզվի, էլի որ սխալվում եմ։ Տնտեսական ռիսկերից է վախենում Փաշինյանը, նույն գազից, նույն տնտեսական պատժամիջոցներից եւ օրինակի համար չի համարձակվում ճակատային քյուֆուր քյաֆարով զբաղվել, ինչպես դրանով զբաղվում են մի քանի ուրիշ երկրներ, բայց սա իմ կարծիքն է ընդհանրապես, կարող եք այլ կարծիք ունենալ, էլի։ Հայաստանում գալատ կանի թե կտեղավորի, չենք մոռացել իր չաթլաղությունը Amazon-ն է գալիս։ Amazon-ը բարերով մի խոսացեք իհարկե, էլի, հա։ Amazon-ը թող գա, ինչի պիտի գալատ անի, այդ չհասկացա, էլի, որ ուզենա կապացի ով է ասելու, թե մի բացի ստեղ։ Սրանք խոսակցություններ են, որոնք եկել ինձ են հասել ժողովուրդ ջան, ներկայացնում եմ ձեզ, էլի, հետո չզարմանաք, էլի, անակնկալի չգաք, ինչ որ է։ Էմանուել Մակրոնը նորից Փաշինյանի հետ զրույց է ունեցել, ինչքան ուշանում է պարոն, ինչ է անունը, Պացան Վալոդիկի, արդեն Պացանով պետք է խոսենք, էլի, Պացան 1, Պացան сказал, Պացան сделал, էլի, հա, քանի Պացանը չի շնորհավորել Փաշինյանին, մեմ է տարել, էլի, այս կայֆը, այն երկրները, որոնք 1-2-3 անգամ արդեն շնորհավորել են, հերթական անգամ են զանգում շնորհավորում, էլի Ֆրանսիայի աջակցությունն է վերահաստատել Մակրոնը տնտեսական ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացմանն է աջակցում եւ այլն, այսօր էլ մեր հայրենակիցները լուսանկար էին հրապարակել այն մասին, որ Ֆրանսիային հասել Փարիզ եւ հարակից տարածքներ հայկական ծիրանը արգղերով փայտե մագնշմամբ, շատ սիրուն, հա, Արմենիկա եւ այլն, ինչ ուրախալի էր, գովազդ էր, էլի ասում են, որ ծիրանը հասել այնտեղ գրողը սուդի Կրեմլը մոտարապես էս ենթատեքստներ էլի այդտեղ